Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմում էլ կան նախկինում պաշտոններ զբաղեցրած եւ հանրապետական կուսակցության անդամ շատ գործիչներ։ Իդեպ ես դա նորմալ եմ համարում, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է, եթե այդպես բոլորին հանենք, մարդ չի մնա։ Օրինակ իմ կողմից շատ հարգված Արամ Սարգսյանն էլ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ աղալի, հիմա պիտի ասենք ով որ նախկինում պաշտոն ա ունեցել, պիտի էլ չզբաղվի քաղաքականությամբ։ Այլ հարց է, որ խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք բարձր պաշտոնատար անձ են եղել, մասնակցել են ընտրակեղծիքների, դրա մասին Փաշինյանը 18 թվականին խոսել է, չէ՞, կամ կոպիտ ասած պետական դավաճանություն են ցույց տվել, օրինակ Գույք պարտի դիմաց Հայաստանի կարևոր ենթակառուցվածքները, որոնցից միայն մեկը արժեր 240 միլիոն դոլար, 100 միլիոն դոլար պարտքի դիմաց մի քանի այլ կարևոր գործարանների հետ հանձնել են Ռուսաստանին, այդտեղ էլ փայատեր են դարձել սիստեմայում, այսինքն այո, ժամանակը եկել է եւ մենք միշտ դրա մասին խոսում ենք, ոչ թե ասել մի թողեք, որ ընդդիմություն լինի եւ ով ձեզ քննադատում է բանտարկեք, այլ հաստատեք օրենք եւ մի ասեք մենք օրենքին չենք խառնվում, դատարանների գործունեությանը չենք խառնվում, երբ որ պետք է լավ էլ խառնվում եք, երբ որ պետք է լավ էլ վճիռ եք կայացնում, այնպես որ սա քաղաքական կամքիած է։ Իսկ ինչի ընտրություններից հետո դա շատ հետաքրքիր է, իսկ ինչու ոչ ընտրություններից առաջ իրականացնել լյուստրացիա, որպեսզի ընտրություններ չգնան սև սպիտակով։ Գուցե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս անձանց հետ, այս ուժերի հետ նորից ընտրությունների գնալը իրեն ավելի օգուտ է։